Հոնկոնգի օդանավակայանում վայրեջքի ժամանակ բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց եւ հայտնվել ծովում։ Նախնական տվյալներով զոհվել է 2 մարդ։ Սանկտ Պետերբուրգից Բաքու թռչող Ազալ ավիաընկերության ինքնաթիռը 3 երեկոյան արտակարգ վայրեջք է կատարել Պուլկովո օդանավակայանում։ Վերադարձի որոշումը կայացվել է վայրեջքի մեխանիզմի անսարքության պատճառով։ Ինքնաթիռում եղել է 155 ուղևոր, տուժածներ չկան։ Դիվանագիտական սկանդալ է հասունանում Վրաստանում։ Գերմանիան որոշել է հետ կանչել Վրաստանում իր դեսպան Պետեր Ֆիշերին։ Բեռլինը կարծում է, որ Վրաստանի ղեկավարությունն ամիսներ շարունակ ատելություն է սերմանել Եվրամիության եւ անձամբ Գերմանիայի դեսպանի նկատմամբ։ Ֆիշերը հետ է կանչվել խորհրդակցությունների եւ հետագա քայլերի քննարկումների համար։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը հոկտեմբերի 20-ին կքննարկի Վրաստանում ստեղծված իրավիճակը։ Սեպտեմբերին վրացական իշխանությունները մեղադրել էին Ֆիշերին երկրի ներքին գործերին միջամտելու համար կառավարության քաղաքականության քննադատության եւ ընդդիմության անդամների դեմ դատականիստերին մասնակցելու պատճառով։ Գազայի հատվածում նախօրեին ընդհատված հրադադարը վերականգնվել է, հայտնել են Իսրայելի պաշտպանության ուժերը։ Նախօրեին Իսրայելը հարվածներ էր հասցրել Գազայի հատվածում։ Հարվածները թիրախավորել էին զենքի պահեստները, կրակակետերը եւ ահաբեկչական գործունեության համար օգտագործվող այլ ենթակառուցվածքներ։ Իսրայելի զինված ուժերն ընդգծել է, որ հարձակումները պատասխան են Համասի կողմից հրադադարի խախտմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համասը հարձակվել է Ռաֆահում գտնվող պարեկային մեքենայի վրա, սպանելով 2 զինվորի եւ վիրավորելով եւս 2-ին։ Իսրայելի ծայրահեղ աջակողմյան ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը կոչ է արել վարչապետ Բենյամին Նեթանյահուին վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները Գազայի հատվածում անկլավում հրադադարի խախտման պատճառով։ Կեղծ պատրանքները, թե Համասը կփոխի իր դիրքորոշումը կամ նույնիսկ կհետևի ստորագրված համաձայնագրին, ինչպես եւ սպասվում էր, վտանգավոր են դառնում մեր անվտանգության համար։ Այս նեոնացիստական ահաբեկչական կազմակերպությունը պետք է ամբողջությամբ ոչնչացնել, ասել է Բեն-Գվիրը։ Լուվրը, որը 3 թալանվել էր, այսօր կրկին կբացվի, սակայն ցուցադրության մի մասը փակ կլինի։ Աշխարհի ամենահայտնի թանգարանում 3 կողոպուտ էր իրականացվել, որը տևել էր 7 րոպե։ 3 առավոտյան գողերը մտել էին թանգարանի Ապոլոն պատկերասրահ, գործել արագ եւ վճռականորեն եւ գողացել 8 զարդ։ Գողությանը մասնակցել է 4 մարդ։ Նրանցից 2-ը դեպքի վայր են հասել սանդուղքավոր բեռնատարով, իսկ 2-ը սկուտերներով։ Գողերը փորձել են տանել նաեւ Նապոլեոն III կնոջ, կայսրուհի Եվգենիայի թագը, որը զարդարված է 1354 ադամաններով եւ 56 զմրուխներով։ Թագը հետագայում հայտնաբերվել է թանգարանի մոտակայքում գետնին նետված եւ վնասված։ Նոր Զելանդացին դարձել է Գինեսի համաշխարհային ռեկորդակիր ամենաերկար անվան համար, որը բաղկացած է 2253 բառից։ 1990 թվականի մարտին Լոուրենս Ուոթքինսը որոշել է փոխել իր անունը, ներառելով ավելի քան 2000 անձնանուն, ապա դիմել է շրջանային դատարան իր ռեկորդը գրանցելու համար։ Դիմումը դատարանն ընդունել է, բայց մերժել։ Լոուրենսը չի հանձնվել եւ բողոքարկել է Նոր Զելանդիայի բարձրագույն դատարանում, որը տղամարդու բողոքը բավարարել է։ Բարձրագույն դատարանի որոշմամբ Լոուրենս Ուոթքինսը ճանաչվել է ռեկորդակիր։